Բարև ձեզ, եթերում հիմնահարցն է, իմ հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Պարոն Միքայելյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հավերն ընդունելու համար։ Շնորհակալություն։ Պարոն Միքայելյան, ձեր կարծիքով Ադրբեջանը ինչ խնդիր է լուծում Հայաստանի հետ առևտրային գործարքների գնալով։ Մենք տեսանք Ցորենի այդ տարանցումը, Ցորենի տեղափոխումը, այս օրերին նաև այնտեղից բենզինի որոշակի խմբականակ է եկել։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ խաղաղություն իսկապես հաստատվի, մենք ինչ ունենք առաջարկելու հարևան պետությանը։ Որն է այս գործարքների իմաստը, եթե Բաքվի տեսակետից փորձենք վերլուծել։ Տեսեք, ինչ ունենք առաջարկելու եւ այլն, սա տրանզակցիոն մոտեցումն է, այսինքն ամեն գործարքը պետք է այդպես դիտարկվի, որ առավելագույն օգուտ լինի։ Ու եթե ինչ որ մեկը չի շահում ավելի շատ քան թե մյուսը, ինքը ոնց որ շահագրգռված չի։ Սա զրոյական գումարով խաղի եւ պատերազմական տրամաբանություն է, որը իհարկե կրում է Ադրբեջանը։ Չնայած որ Ադրբեջանի տրամաբանությունը նույնիսկ զրոյական գումարով չի, այլ բացասական գումարով է։ Այսինքն Ադրբեջանի համար Հայաստանին ցանկացած հասցրած վնասը իր համար օգուտ է։ Այդպես է դիտարկվում Ալիևյան վարչակարգի կողմից։ Այս կողմից, այսինքն, եթե մենք խոսում ենք համաշխարհային օրինակ ազատ առևտրի մասին, դա այն բանի մասին չէ, որ ամեն երկիրը պետք է ամեն գործարքի մեջ մաքսիմիզացնի իր եկամուտը ուրիշների հաշվին։ Սա հենց Ադրբեջանի մոտեցումն է։ Այսպիսով նորմալ հարաբերություններ երկրների միջև ենթադրում են, որ երկրների միջև բացում են սահմանները, աշխատում է առևտուրը եւ այլն, եւ այստեղ ոչ մեկը չպետք է այդ հարցը տա, որը դուք տվեցիք, բայց իրականում այդ հարցը անընդհատ Ադրբեջանից ու Թուրքիայից է հնչում։ Ավելին, տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում, այդ թվում օրինակ ԱՊՀ-ում Հայաստանն ու Ադրբեջանը ունեն բազմաթիվ պայմանագրեր կնքած, որտեղ ըստ որոնց նրանց միջև բավականին բարձր տնտեսական հարաբերության մակարդակը պետք է լինի։ Այսինքն սա ինքնըստինքյան նորմա է, դրանից շեղումը հակառակն է, այսինքն նորից եմ շարունակում, փակ սահմանը դա պատերազմական գործողություն է, որը պետք է շատ հստակ հասկանանք։ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի դեմ պատերազմ վարել, թեկուզ այս ձևաչափով։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ այս առանձին գործարքների։ Տեսեք, Ադրբեջանը ասում է, որ իր տարածքով տրանզիտ է թույլ տալիս Հայաստանի համար։ Նախ մենք տեսանք ինչ Ցորենն է, դա անասնակեր ա եղել 4-րդ կարգի, չնայած որ դա հետո ծախվել է շուկայում, հա։ Բայց ամեն դեպքում եկեք Ցորենի կարգի մասին չարած, ամեն դեպքում ապրանք է, X ապրանք է։ Չէ, ամեն դեպքում իմ կարծիքով կարևոր է նաև շեշտադրել, թե ինչի մասն է խոսքը գնում, բայց լավ, այս մի կողմից, հա։ Հիմա Ադրբեջանը ասում է, որ թույլ է տալիս իր տարածքով, որպեսզի այդ ապրանքը անցնի։ Այդ ապրանքը անցել է Ադրբեջանի տարածքով, բայց Հայաստան չի մտել։ Հայաստանի սահմանը շարունակում է մնալ փակ եւ մտել է Վրաստան։ Վրաստանից մտել է Հայաստան։ Հիմա մի հատ հասկանանք այս սխեման։ Ղազախական Ցորենը դուրս է գալիս Ռուսաստան, մտնում է Ռուսաստան, Ռուսաստանով գնում է Ադրբեջան, Ադրբեջանով Վրաստան, Վրաստանով Հայաստան։ Հիմա այս սխեմայից, որ Ադրբեջանը հանենք, Ղազախստանից Ռուսաստան, Ռուսաստանից Վրաստան, Վրաստանից Հայաստան, ինչ է տուժում Հայաստանի համար։ Այսինքն Հայաստանը միայն շահում է։ Հավելյալ 5-րդ օղակը դուրս է գալի։ Սա մեկ, այսինքն սա ուղղակի այսպես ցուցադրական ակցիան է, ավելին Ալիևը դրանով ցույց է տալիս, որ նույնիսկ 3-րդ երկրով անցնող դեպի 3-րդ երկիր գնացող ապրանքը, որին վերջնական սպառողը կարող է լինել Հայաստանը, Ադրբեջանը չի թույլ տալիս։ Եվ կարող է բացել։ Օրինակ, այսօր բացում է եւ դրանով ցույց է տալիս իր ամբողջական վերահսկողությունը այդ գործընթացի նկատմամբ եւ իր վերաբերմունքը, որ Հայաստանից դա ոնց որ զիջում է պահանջում պատասխան։ Այսինքն սա այսպես ասած առանձին քայլ է, որը ուղղակի ցուցադրական է, որպեսզի Ալիևը ցույց տա իր կարողությունը Հայաստանի համար ցանկացած ապրանքի վերահսկելու, նույնիսկ եթե ինքը հետո այդ ապրանքը չի գնացել Հայաստանից ու չի գնում Հայաստան, այլ վերջում կարող է հայտնվել Հայաստանում։ Իշխանության ներկայացուցիչները ասում են, որ սա ինչ որ առումով ժեստ է, այսինքն իհարկե սահմանները մնում են փակ, բայց պետք է սկսել փոքր քայլերից, մոտավորապես միտքն եմ ասում, այս փոքր քայլերից պետք է սկսել, որն էլ հետագայում կբերի լիարժեք, լիաֆորմատ խաղաղության եւ սահմանների բացման։ Իշխանությունները ինչպես այստեղ ռացիոնալ հատիկ չկա։ Չէ, իշխանությունները ինչպես միշտ ստում են, տեսեք ինչա տեղի ունենում, հա։ Եթե օրինակ վաղը Ադրբեջանը ասի, ես պատրաստ եմ սահմանը բացելու, բայց ուզում եմ, որ դա արագ բացվի։ Քանի ժամ է պահանջելու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի սահմանը բացի։ 1, 2, 3, քանի։ Այսինքն մենք հասկանում ենք, որ նույն պահին բացվելու է։ Այսինքն սահմանը փակ է պահում Ալիևը միայնակ։ Այսինքն փոքր քայլերի հարցը չկա։
Փաշինյանը անում է մեծ քայլեր, Ալիևը չի անում որևէ քայլ, սա քայլ չի։ Այսինքն սա ուղղակի այո, սա ժեստ է, բայց սա ցուցադրական քայլ է, որպեսզի շեղի ուշադրությունը ու ցույց տա այն առաջընթացը, որը գոյություն չունի։ Օրինակ, երկրորդ իբր առաջընթաց դա բենզինի պարտիան է, որը հասել է Հայաստան, հա, եւ Վրաստանով իդեպ առանց մաքսատուրքի անցել է, բայց միանգամյա գործարք է դա, հա։ Եվ դա եւս ինչ որ ժեստ է, հա։ Ինչ է ներշնչում այդ ժեստը։ Նորից եմ ասում, Ադրբեջանը կարող էր բացել անցակետ իր տարածքով մտներ այս բանը, այդ պարագայում դա գոնե ինչ որ տեսեք հողի վրա շոշափելի բաներ լինելու։ Հա, միանգամյա ինչ որ բան է։ Դա նույնն է ոնց որ ներողություն, պարոն Միքայելյան, անցակետը եթե նույնիսկ բացեն, բայց չէ որ երկաթուղային այդ Իջևան Ղազախը դեռ պատրաստ չի ու հիմա իմիջիալոց դրա քննարկումները սկսվել են արդեն, որ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ դիմել է ռուսական կողմին, այսինքն մեկ անգամ Երևանում ասել է որ դիմելու է, հետո վերջերս Պուտինի հետ հանդիպմանը ասաց որ պետք է այդ հատվածը ցանկալի է որ վերականգնվի, այսինքն ենթակառուցվածքը եթե չկա Ադրբեջանը այդ վառելիքը ինչպես է տեղափոխել, նկատի ունեք մեքենաներով կարող են տեղափոխել։ Դե լիքը բան կարելի է ֆուրերով տեղափոխել, իսկ ինչ վերաբերում կամ բեզավոզներով, բայց ինչ վերաբերում է ուրեմն երկաթգծին, այդ խոսակցությունը երեք չի սկսվել, այդ խոսակցությունը սկսվել է վաղուց, իսկ մասնավորապես Նիկոլ Փաշինյանը համենայն դեպս 5 տարի անդադար դրա մասին խոսում է, այսինքն նենց չի ստեղ նորություն կա։ Ուղղակի Ալիևը նորից եմ ասում, ցուցադրական փոքր ժեստեր է անում, որպեսզի ցույց տա այն պրոգրեսը, որը գոյություն չունի։ Ինչու է անում, հա։ Տեսեք, տեղի ունենում հետևյալը։ ԱՄՆ-ում Ալիևը ու Փաշինյանը ստորագրել են Միչանսկի բացման մասին համաձայնագիր, նախաստորագրել են ավելի ճիշտ անվանենք, հա, եւ ԱՄՆ-ն ակնկալում է որոշակի առաջընթաց։ Հիմա Հայաստանն իր կողմից ամեն ինչը տվել է ու շարունակում է տալ, շարունակում է բոլոր զիջումներին գնալ, Ալիևը ոչ մի բան չի անում։ Ինչպես ինքը ցույց տա այն պրոգրեսը, որը գոյություն չունի։ Այսպիսի առանձին ցուցադրական քայլերով, որոնք համակարգային չեն, որոնք որևէ փոփոխություն չեն ենթադրում, այսինքն փոփոխությունը ինչ է, օրինակ ընդունվել է օրենք, ըստ որի սենց քայլեր են լինելու կամ այսպիսի, այսպես ասած, ընթացակարգ լինելու կամ նոր ենթակառուցվածքի կառուցում, այդ ամեն ինչի մասին ընդհանրապես խոսք չկա։ Ավելին մենք այս նոր Ադրբեջանում բացվել է Երևանյան համալսարան, ինչ որ եւ այլն, դա այսօրվա լուր է, հա։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք Ադրբեջանի պատերազմական քաղաքականության շարունակություն, բայց որpիսի ժամանակը շահի, Ալիևը փորձում է դա անել եւ ավելին, շատ կարեւոր հարց, Ալիևին շատ պետք է որպեսզի Նիկոլ Փաշինյանը հաղթի ընտրություններում եւ ամեն ինչով աջակցել, օրինակ 15-երի ազատ է արձակելու, ինչպես նաեւ 2021 թվականին ընտրություններից 3 շաբաթ առաջ նույնն է անելու հիմա եւ որոշակի հնարավոր է առաջընթաց էլի ցուցադրական հայ-թուրքական սահմանին, որպեսզի Փաշինյանը կարողանա դա ներկայացնել, որպեսզի իր այսպես ասած խաղաղասիրական քաղաքականության արդյունք։ Վերջերս Ադրբեջանի նախկին արտգործնախարարից մեկը հայտարարել էր, որ Մեղրիով անցնող երկաթուղին պետք է լինի Ադրբեջանի սեփականությունը։ Ինչու են նման հայտարարություններ հնչում ձեր կարծիքով եւ չկա վտանգ, որ X փուլում Բաքուն բանակցություններում նման պահանջ կառաջադրի։ Դե այդ թեման արդեն շրջանառության մեջ գցել են, որպեսզի ցուցադրական, որպեսզի ցույց տան իրենց դիրքորոշումը, հա։ Դեր Ալիևը իր բերանով չի ասում, բայց Ալիևը նաև մի քանի անգամ արդեն ասել է, որ այս միջանցքը պետք է լինի արտատարածքային եւ ենթարկվի Ադրբեջանին, հա։ Եվ տեսեք, սկզբից այդ միջանցքի թեման ընդհանրապես երկարատև եւ թուրքական քաղաքականության թեմա է եւ դեր 1920-ականներին առաջաբերվել 100 տարուց ավել այս թեման կա 1920 թվականից սկսած։ Հիմա այս միջանցքը մի կողմ, մյուս հարցը հետեւյալն է. ով է վերահսկելու այս միջանցքը, հա? Եվ երբ որ 2020 թվականի պատերազմից հետո, ընդ որում շատ կարևոր, եթե մենք դիտարկենք, թե որտեղ է հարձակվել Ադրբեջանը, իսկ կառավարել է այդ ամեն ինչը թուրքական գլխավոր շտաբը, ապա տեսնում ենք, որ Արաքսի ափով հիմնական հարված է եղել եւ մինչեւ Հայաստանի սահման հասել են։ Այսինքն գլխավոր պատերազմի թիրախը եղել է ոչ թե Շուշին, այլ հենց Արցախի հարավը։ Հասել են եւ միանգամից սկսվել է խոսակցություն միջանցքի մասին, դրվել է այդ կետը Երակոմ այսպես կոչված հայտարարության մեջ եւ այս հայտարարության համաձայն պետք է լինի միջանցք եւ Ռուսաստանը պետք է այդտեղ կանգնի, հա։ Հիմա միջանցքի թեման առաջ է դրվել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, Ռուսաստանն էլ ասել է, դա եթե միջանցք կա, ուրեմն ես եմ մեջը կանգնելու։ Հաջորդ մի քանի տարին արևմուտքը Ադրբեջանը ու Փաշինյանը անցկացրել են, որպեսզի Ռուսաստանին այդ գործընթացից հանեցին։ Հիմա Ամերիկան է մտել Ռուսաստանի տեղը։ Հիմա Թուրքիայի ու Ադրբեջանի օրակարգը լինելու է
Ամերիկան էլի դուրս անել այդտեղից։ Միանշանակ իրանց հաջորդ քաղաքականությունը լինելու է այն, որ Հայաստանի հետ առանձին մնան եւ մտնեն իրանք։ Այստեղ մի քանի եղանակ է դիտարկում։ Առաջինը, որ այս ամերիկյան ընկերության անվտանգություն սպասարկող անձնակազմի զգալի մասը, ենթադրենք 50%-ը առաջին փուլում լինեն թուրքեր, սա ամենա, այսպես ասած, մեղմ տարբերակն է։ Երկրորդ տարբերակը դա ոնց որ թույլ տալ, որպեսզի ամեն ինչը գործարկվի, բայց հետո ԱՄՆ-ի հետ առևտուր անել, չգիտեմ, Սիրիայում կամ ուրիշ հարցերի շուրջ եւ պայմանավորել թուրքերի ինչ որ հարցում համաձայնությունը մեղրից դուրս գալով։ Եվ երրորդ տարբերակը մինչև միջանցքի գործարկումը արդեն այնպեսի ճնշում գործադրեն այս տարածաշրջանում, որպեսզի թույլ չտան, որպեսզի ԱՄՆ-ն այդտեղ մտնի։ Բայց ներողություն, պարոն Միքայելյան, ԱՄՆ-ն ամեն դեպքում վերջին պետությունը չի աշխարհում եւ հարց է առաջանում, ինչու պետք է նա թողնի, որպեսզի իր անվամբ ամերիկյան անունը կրող այդ ընկերության անձնակազմի 50%-ը լինեն թուրքեր։ ԱՄՆ շահը ո՞րն է, չէ՞ որ նրանք էլ են այնտեղ հասկանում, որ Թուրքիան փորձելու է նրանց այնտեղից այսպես հեռացնել։ Ինչու նրանք պետք է այդ քայլին գնան։ Նախ որովհետև ԱՄՆ-ն չի կարող քաղաքականությունը վարել այս տարածաշրջանում, որը Թուրքիային հակասում է, հա։ Այսինքն ինչ է տեղի ունենում։ Նախ Ստիվեն Ուիտկոֆը, որը Թրամփի հատուկ հարցերով բանագնաց է, 2 ամիս առաջ հայտարարել է, որ այս տարածաշրջանի վերաբերյալ, Հարավային Կովկասի վերաբերյալ Ամերիկան հիմնվում է Թուրքիայի հետախուզական տվյալների վրա։ Այս պաշտոնական հայտարարություն է եղել։ Եվ Թուրքիան ՆԱՏՕ-ի հարավարևելյան ֆլանգի գլխավոր պետությունն է, եւ այսպիսով Թուրքիայի վրա հիմնվում է ԱՄՆ-ին այսպես ասած եվրասիական քաղաքականություն, այսինքն քաղաքականություն Միջին Ասիայի նկատմամբ, Միջին Արևելքի նկատմամբ եւ Կովկասի նկատմամբ։ Թուրքիային հակասելով ԱՄՆ-ն չի կարող այս քաղաքականությունը վարել։ Եվ այսպիսով ԱՄՆ-ն ստիպված է Թուրքիայի կարծիքը հաշվի առնել։ Ինչքան էլ ԱՄՆ-ն ուժեղ լինի, ԱՄՆ-ն բոլոր ջանքերը ու Թուրքիայի դեմ չի ուղղում, իր ողջ պոտենցիալը ծրվում է աշխարհով մեկ։ Այսպիսով եւ նաեւ կիրառվում է գործընկեր պետությունների միջոցով եւ այդ գործընկեր պետություններից մեկը Թուրքիան է։ Այսպիսով Թուրքիայի կարծիքը այստեղ շատ կարեւոր է, նորից հիշեցնեմ, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ Թուրքիայի հետ անթիվ ռազմական ծրագրեր ունի։ Սա մեկ, ինչու պետք է ԱՄՆ-ն թույլ տա։ Երկրորդը, տեսեք, Թրամփի անունը եւ ԱՄՆ-ի անունը դա նույն բանը չէ, որովհետեւ Թրամփը գալիս է եւ գնում է, Թրամփի ժամկետը ավարտվել է 3 տարուց, բայց մի տարուց լինելու են ընտրություններ խորհրդանական ԱՄՆ-ում, որտեղ Թրամփի վիճակը կարող է էականորեն վատթարանալ։ Հետ չասած, եթե ինքը պարտություն կրի կոնգրեսի ընտրություններում, ապա կարող է իրեն սպասել իմպիչմենտը, հա։ Դրա մասին արդեն դեմոկրատները խոսում են։ Եվ այսպիսով մենք գործ ունենք այն իրավիճակի հետ, երբ միջնորդը, որը պետք է երաշխավորի այս ամբողջ գործընթացը, շատ անկայուն իրավիճակում է գտնվում։ Թրամփը ասել է, որ եթե ինչ-որ մի բան, այսպես ասած, սխալ ուղղությամբ գնաց, դուք կարող եք ինձ զանգել։ Այսինքն դուք Փաշինյանը եւ ինչ-որ փուլում կարող է զանգեն եւ նա այդ բանից զբաղված լինի իր ներքին խնդիրներով։ Ինքը կարող է զբաղված լինի, ինքը կարող է չլինի, ինքը կարող է մոռանալ Փաշինյանի ու Ալիևի մասին, նենց չի շատ է հիշում։ Եվ հազար ու մի բան կարող է լինել, բայց հստակ է այն, որ երաշխիք չկա։ Շատ լավ։ Պարոն Միքայելյան, մեկ այլ տարածաշրջանային սյուժեի անդրադառնանք, կարծում եմ այստեղ եւս հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում։ Պատմությունը չպատմեն, կարծում եմ բոլորին բոլոր մեր հեռուստադիտողները տեղյակ են, ամեն դեպքում, երբ որ ամեն ինչ սկսեց այդ անցած տարվա այդ ինքնաթիռի կործանումից, հետո այնտեղ որոշակի սրացումներ եղան, այս օրերին եւս մենք տեսնում ենք որոշակի լարվածություն, Ալիևը հրաժարվեց մասնակցել ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովին Պետերբուրգում, ինչ ներքին խմորումներ եք այստեղ տեսնում, որն է Ադրբեջանի նպատակը, երբ որ նա գնում է նմանատիպ էսկալացիայի։ Ալիևը արել է խաղադրույք, որ Ռուսաստանը պարտվելու է ուկրաինական պատերազմում եւ իր քաղաքականությունը վարում է այնպես, իբր Ռուսաստանը պարտվել է։ Այսինքն ինչու՞, որովհետեւ Ալիևյան Ադրբեջանը դա Ռուսաստանի տարածաշրջանային մրցակից է։ Իհարկե կարելի է ասել Ռուսաստանը ուր, Ադրբեջանը ուր, բայց Ադրբեջանը այդպիսի քաղաքականություն է վարում եւ ունի տեղ այդ քաղաքականությունը վարելու։ Ինչն է այդ տեղը։ Առաջինը Ադրբեջանի ու Ռուսաստանի
կարևորագույն ապրանքը, որը մատուցվում է աշխարհին, դա նույն բանն է, էներգակիրներ, հա։ Սա մեկ, երկրորդը Ադրբեջանի պոտենցիալին գումարվում է այս տարածաշրջանում Իսրայելի ու Թուրքիայի պոտենցիալը, որը բավականին բարձրացնում է իր քաշը տարածաշրջանային եւ հիշեցնեմ նաեւ, որ այս մեր դեմ պատերազմը ամբողջությամբ կառավարել են եւ ուղղորդել են Թուրքիան եւ Իսրայելը։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի պոտենցիալին, ապա Ռուսաստանի պոտենցիալը հակառակ թուլանում է արևմուտքի գործողություններով եւ այսպիսով այս տարածաշրջանում Ադրբեջանը բավականին լուրջ խաղացող է դարձել եւ Հայաստանի ու Վրաստանի նկատմամբ ավելի բարձր դիրք ունի, այսպես ասենք, հա, ավելի ուժեղ դիրք ունի։ Ավելին հիշեցնեմ, որ դեռ 2005 թվականին, երբ Սաակաշվիլին ուզեցել է Ռուսաստանից ամբողջությամբ հրաժարվել եւ սկսեց որոշ գործողություններ Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանի պատասխանը, առաջին պատասխանը եղել է էներգակիրների անջատում, տվյալ դեպքում նավթի եւ գազի մատակարարման կանգնեցում, Ալիևը նույն օրը մատակարարել է Վրաստանին, որպեսզի Վրաստանը ոնց որ Ռուսաստանի քաղաքականության հետևանքը չկրի։ Այսինքն, սա մի օրինակն է, բացի այդ, ուրեմն բոլոր խողովակները, եթե հաշվի առնենք եւ բոլոր այլ ենթակառուցվածքներ, կտեսնենք, որ Ադրբեջանը հանդիսացել է հիմնական Վրաստանի դեպի արևմուտք գնալու օպերատորը եւ նույնը տեղ ունենում հիմա Հայաստանի հետ։ Այսինքն Ադրբեջանի միջոցով իրականացվում է այս տարածաշրջանի անցում դեպի արևմուտքի եւ Թուրքիայի օրբիտա։ Ինչու՞։ Որովհետեւ հիմնական թիրախը այս քաղաքականության դա արևելք-արևմուտք միջանցք է, մեծ առումով, հա, միջին միջանցք, որ ասվում է, դեպի Միջին Ասիա, հա, որտեղից էներգակիրներ պետք է գան Եվրոպա ու փոխարինեն ռուսական էներգակիրներ։ Եվ նորից եմ ասում, այստեղ Ադրբեջանը իհարկե նաև մրցակից է, որովհետև Ադրբեջանի էներգակիրներ հասնում են Եվրոպա մեծ ծավալով, եւ եթե դրանք գումարվեն ուրեմն թուրքմենական գազը, ղազախական ռեսուրսներ եւ այլն, դա էականորեն աշխարհակահաղականություն է այս տարածաշրջանում եւ Ռուսաստանը ունի լծակներ դա կանխելու կամ մեղմելու դրա հետևանքները։ Տեսեք, նույն բան, ինչ ես ասեցի ԱՄՆ ու Թուրքիայի մասին, նույն բան կարող եմ ասել Ադրբեջանի մասին։ Այսինքն Ռուսաստանը իհարկե Ադրբեջանի հետ ամեն ինչ կարող անի, եթե ֆիքսվի Ադրբեջանի վրա, բայց քանի որ դա չի անելու, Ռուսաստանը միշտ Ադրբեջանին փորձում է ոնց որ пассив ռեժիմը պահել։ Ինչպես։ Կարող ենք հիշել այս ռուսական Ուկրաինայի դեմ պատերազմի նախորդին ուղիղ մեկ օր առաջ այո, Ալիևը եկավ Մոսկվա եւ ստորագրեցին պայմանագիր, ըստ որի իրանք ռազմավարական գործընկերներն են, հա։ Դա ինչի մասին էր առհասարակ։ Ռուսաստանը դիտարկում էր, որ Ադրբեջանի կողմից իր տարածաշրջանային, այսինքն հարավկովկասյան քաղաքականությանը սպառնում է տարբեր ռիսկեր, հա, կան, եւ այդ ռիսկերը Ռուսաստանը ուզում էր չեզոքացնել։ Կամ կառավարելի դարձնել գոնե։ Ուզում էր չեզոքացնել, չստացվեց, կառավարել չստացվեց իդեպ, հա, որովհետև բարձ է, որ հիմնական խնդիրը եղել է Արցախում ռուսական կոնտինգենտը, որը ինչ տեսանք մենք հաջորդիվ։ Ադրբեջանը տեսավ, որ ռուսական բլիցկրիգը չաշխատեց եւ դեռ մարտի 22-ից 2022 թվականին սկսեց արդեն Արցախի վրա հարձակումներ։ Այո, հայտնի Փարուխի դեպքերը։ Այո։ Դրանից հետո եղել են հարձակումներ օգոստոսին, դրանից հետո արդեն Փաշինյանի քաղաքականությունն է փոխվում, դրանից հետո արդեն սեպտեմբերին, երբ Ռուսաստանը նույն օրերին, երբ Ռուսաստանը շատ լուրջ օպերատիվ դաշտում պարտություն կրեց Խարկովի հակարցակումը, այո, Բալակլեա-Կուպյանսկ օպերացիան ուկրաինական, նույն օրերին, այո, Իզյում, նույն օրերին Ադրբեջանը հարձակում է Հայաստանի վրա եւ Փաշինյանը հայտարարում է, որ պետք է մեր նշաձողը իջեցնենք Արցախի հարցում եւ դրանից հետո մի քանի մի ամիս անց գնում է Պրագա եւ ստորագրում է, որ ինքը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ուրեմն ամբողջականությունը, իսկ արդեն դեկտեմբերից 2022 թվականի Ադրբեջանը ենթարկում է Արցախը շրջափակման։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նորից է հանդիսանում Հայաստանի դեպի արևմուտք գնալու իսկ իրականում դեպի Թուրքիա, որովհետև արևմուտքը անմիջապես տեղ չի գալու, ոչ թե մոդերատոր, այլ օպերատոր, հա, օպերատոր է հանդիսանում եւ երկրորդը Ռուսաստանի փորձը սիրաշահել Ադրբեջանը չաշխատեց, հենց Ադրբեջանը տեսավ Ռուսաստանը թուլանում է, արդեն ինքը հարձակվում է եւ լուծում է ուժով հարցերը, խոշոր հաշվով Ռուսաստանի դեմ։ Ռուսաստանն էլ այս ոնց որ թուքը կուլ տվեց, կոպիտ ասած, եւ ցույց տվեց, իբր ինքը ոչ մի բանի հետ կապ չունի եւ
իր պարտությունը հարավային Կովկասում ներկայացրեց իբր դա միայն Հայաստանի պարտությունն է։ Չնայած որ ռազմավարական տեսանկյունից, աշխարհակահաղական տեսանկյունից դա հենց Ռուսաստանի պարտությունն էր, իսկ Հայաստանի պարտությունը դա ուղղակի դրա հետևանքն է կամ Ռուսաստանի այսպես ասած եթե Ռուսաստանը ձեր թվարկած պատճառներով չկարողացավ այստեղ ապահովել իր ներկայությունը եւ չկարողացավ օգնել իր դաշնակցին, ինչի մասին խոսում է նաեւ ներկայիս իշխանությունը։ Այդ դեպքում այսօրվա Հայաստանը հաշվի առնելով այդ բոլոր իրողությունները, հաշվի առնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի հզորացումը, նրանց ազդեցության մեծացումը, հաշվի առնելով օբյեկտիվ այլ հանգամանքներ, ինչ ռեսուրս մենք ունենք այսօր ընդդիմանալու այդ էքսպանսիոնիստական պլաններին, ինչի մասին դուք հիմա խոսում եք։ Շատ լավ։ Նախ շատ կարճ ամփոփեմ ձեր նախորդ հարցը։ Եվ այսպիսով այս քաղաքականությունը զարգացավ, Ադրբեջանը դեռ հարձակվում էր Հայաստանի վրա, իսկ այս տարվանից արդեն սկսեց ուղիղ վերբալ եւ ոչ վերբալ հարձակումներ Ռուսաստանի շահերի նկատմամբ։ Հիմա ինչ վերաբերվում է արդեն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին եւ Հայաստանի արտաքին անվտանգային ճարտարապետությանը։ Պարզ է, որ մի կողմից Ռուսաստանի կարողությունները Հայաստանին աջակցելու շատ սահմանափակ են, թե իր շարունակական թուլացմամբ, թե իր զբաղվածությամբ ուկրաինական ճակատում։ Բայց նաև զգալիորեն սահմանափակ են նրանով, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև այս պայդրությամբ անվտանգային երկխոսություն չկա, եւ այդ անվտանգային երկխոսությունը խզվել է Հայաստանի կողմից, Փաշինյանի կողմից դեռ 2021 թվականի վերջից, երբ ինքը արդեն սկսեց խոսալ, դե հիշում ենք, երբ որ գլխավոր շտաբի հրաշրջման փորձ է եղել, դրանում արդեն իշխանությունը մեղադրեց Ռուսաստանին, դրանից հետո արդեն կապերը սկսել են խզել, պաշտոնյաների միջև կապերը դադարել են մոտավորապես 21 թվականի հոկտեմբերից, դրանից հետո արդեն տարբեր պաշտոնական այցերը գրեթե չեն եղել, թե Հայաստանից Ռուսաստան, թե Ռուսաստանից Հայաստան։ Միայն Փաշինյանն է շարունակել շփումը այն չափով, ինչքան ինքը ուզեցել է, հա։ Հիմա էլ ենք տեսնում։ Այսինքն ուրիշ կապեր գոյություն չունեն։ Եվ բացի դրանից, պարզ է, որ հարաբերությունները վատթարանում են եւ այլն, եւ այստեղ Ռուսաստանի ոչ միայն կարողությունն է նվազել, այլ նաեւ ցանկությունը, որովհետեւ դու երբեք չես աջակցելու նման մարդուն, ով որ ոնց որ քո դեմ է գործում։ Այսպիսով, առաջին հերթին մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ պետք է ավելի լավ լինեն, քան թե Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Սա պարզ իրողություն է, որովհետև եթե Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի հետ, նույնիսկ հաշվի առնելով այն ամեն ինչը, ինչ ես ասեցի, ավելի լավ են լինելու, քան թե մեր հարաբերությունները, ինչու Ռուսաստանը պետք է Ադրբեջանի դեմ Հայաստանին օգնի։ Սա առաջին պարզ հարց է։ Երկրորդը, հույս ունենալ, որ միայն Ռուսաստանով հնարավոր է ապահովել Հայաստանի անվտանգությունը, դա սխալ է։ Դա իրականում միշտ է սխալ եղել, ինչպես նաև միշտ է սխալ եղել մտածել, որ Հայաստանը Ռուսաստան արևմուտքի միջև կարող է, այսպես ասած, ճոճվել եւ շահարկել թեման, որ մենք այստեղ կգնանք, այնտեղ կգնանք եւ այլն։ Սա անպատասխանատու քաղաքականություն է եղել, պետք է դիտարկել համադրությունը ուժերի, առաջին հերթին արևելյան եւ նոր զարգացող ուժերի, որտեղ Ռուսաստանն էլ իր դիրքը ունի այս մեր անվտանգային ճարտարապետության մեջ, արևմուտքն էլ եւ մյուսները, բայց առաջին հերթին այս պայծրությամբ կարևորագույն դերը պետք է ունենա Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը իրականում հիմնական պատճառն է, որի դիրքորոշումը հիմնական պատճառն է, ինչու այս 5 տարի Հայաստանի դեմ խոշոր պատերազմ չի եղել։ Եվ 2021 թվականի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը զավթեց կարևոր հատվածը, Գորիսկապան ճանապարհի, որը էականորեն փոխել է ռազմավարական իրադրությունը Հայաստանի հարավում, Իրանը անցկացրեց ռազմական զորավարժություններ եւ մինչեւ հիմա իր հյուսիսային սահմանում 150,000 զորք է պահում։ Սա երկրորդ հանգամանք։ Դրանից հետո մենք ունենք Հնդկաստան, որը շատ շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերություններ զարգացնելու, բայց Հայաստանի կողմից շատ ավելի քիչ է արձագանքը, հա, Հայաստանը այս պայծրությամբ շատ ակտիվորեն զարգացնում է իր հարաբերությունները Թուրքիա-Ադրբեջանի հետ եւ ԱՄՆ Մեծ Բրիտանիայի հետ։ Բայց չի զարգացում ԱՄՆ-ի մասին փետրվարին կարծես թե տեղեկություններ կան, որ ինչ որ մի շատ բարձրաստիճան պաշտոնյայի այցելելու եւ դրանից մի քանի ամիս հետո խորհրդարանական ընտրություններ են Հայաստանում լինելու։ Այս երկու իրադարձություններ առհասարակ որևէ հիմք կա միմյանց հետ կապելու, թե չէ։ Դե իհարկե, երբ որ Երակոմ հայտարարությունը Փաշինյանը ստորագրեց, Ռուսաստանում համարում էին, որ ինքը երաշխավոր է այս Երակոմ հայտարարության իրագործմանը, հա, եւ որոշակիորեն աջակցում էին Փաշինյանին։ Նույնն էլ հիմա ԱՄՆ-ի կողմից իրանք համարում են, որ Փաշինյանը երաշխավոր է Թրիփի եւ որ եթե ընդդիմությունը հաղթի, ապա Թրիփը կարող է չկայանա,
եւ այս պարագայում պետք է Փաշինյանին աջակցել։ Եվ այս այցը ես դիտարկում եմ հենց այս PR-ի տեսանկյունից, ինչպես նաեւ մյուս, այսպես ասած, հանրային գործողություններ, որոնք բարձրացնում են Փաշինյանի իմիջը, որը արվում է հիմնականում դրսի ուժերի կողմից, հա, կամ արդարացումներ իր քաղաքականության, թույլտվություններ ռեպրեսիաների համար, հա, օրինակ եկեղեցու դեմ այս լայնածավալ արշավի արդյունքում ոնց որ ստացվում է Հայաստանում ոչ մի մարդու իրավունքներ չեն խախտվում։ Ինչու՞, որովհետև արևմուտքին ձեռք է տալիս այս խախտումները, որովհետև եկեղեցին դեմ է Միչանցկի։ Նորից եմ ասում, ես ինչի ասեցի պատերազմի մասին, որ Ադրբեջանը հարձակվեց հարավային ճակատով, որովհետև իրականում գլխավոր խնդիրը այս ողջ գործընթացի Փաշինյանի իշխանության գալու պատերազմի եւ արևմտյան քաղաքականության այս տարածաշրջանում Միչանցկի անցկացումը։ Ուղղակի արևմուտքը թերագնահատում է մի կարևորագույն հարց, որ Թուրքիան այս միջանցքով, որը դուրս է եկել դեպի Միջին Ասիա եւ Թուրքիան, առանց դրա տարբեր Թուրքիաներն են եւ Թուրքիան գցելու է արևմուտքին նույն կերպ ինչպես Թուրքիան գցել է Ռուսաստանին։ Ընդդիմությունը այսօր Հայաստանում ունի այդ իրավիճակը թույլ չտալու, այդ սցենարը կանխելու եւ առաջիկա ընտրություններում լուրջ հաջողություններ գրանցելու։ Մենք տեսնում ենք մի քանի ընդդիմադիր օջախներ կան, տարբեր քաղաքական ուժեր, որոնք հայտ են ներկայացրել, բայց նրանց մեջ այդ կոնսոլիդացիայի մասին ընդհանրապես խոսք չկա, նույնիսկ ակնարկ չկա դրա մասին եւ նույնիսկ ժամանակ առ ժամանակ միմյանց հանդեպ փոխհրաձգության են ականատես լինում։ Այս պայմաններում ընդդիմությունը որևէ շանս ունի հաջողության հասնել։ Այո, այս տարվա ընթացքում Հայաստան դաշինքի ու հանրապետական կուսակցության միջև, այսպես ասած, վերբալ պատերազմը բավականին օգնեց Նիկոլ Փաշինյանին, իր վարկանիշը, եթե շատ չբարձրացեց, բայց իրենց վարկանիշը շատ իջավ, որովհետև իրար քարկոծելով նրանք ոնց որ նույն լսարանի վրա թիրախավորեցին իրար, հա, այսինքն իրանց ընտրողը հիասթափվել է երկուսից էլ։ Սա կարևոր հարց է, բայց մի ուրիշ փոփոխություն էլ կա, եթե դիտարկենք ներքաղաքական միտումները, ապա ամեն դեպքում այս պայմանավորության մրցակցությունը շատ ավելի մեծ է, քան թե եղել է 2021 թվականին, որովհետև կան նոր սուբյեկտներ։ Ընդդիմադիր եթե խոսանք, համենայն դեպս երկու նոր ընդդիմադիր սուբյեկտներ կան։ Հա, առաջինը դա Սամվել Կարապետյանի գլխավորած Մերձեով շարժումն է եւ երկրորդը դա այսպես ասած բազմաթիվ փոքր կուսակցություններ, որոնք գուցե միավորվեն, հա, կամ ինչ որ ձևով միասնական բլոկի տեսքով դուրս գան, այսինքն նկատի ունեմ օրինակ Արման Թաթոյանին, Հայակվեին եւ ուրիշ բազմաթիվ սուբյեկտներ կան, ՀԱԿ-ը ակտիվացել է, Էդմոն Մարուկյանն է ակտիվացել եւ այլն, այս ամեն ինչը որը հստակ թվարկում եմ նրանց, ովքեր հստակ ընդդիմադիր դիրքորոշում ունեն։ Էլ չասած, որ բավականին մեծ վարկանիշ այս պայմանությամբ ունի Գագիկ Ծառուկյանի դաշինքը, առաջարկ Հայաստանին, եթե այս ուժը ընտրությունների մասնակցի, ապա այս պայմանությամբ հարցումների համապատասխան մոտավորապես 8% կարող է ստանալ, հա։ Այսինքն մեզ 2026 թվականը խոստանում է բավականին հետաքրքիր զարգացումներով լինել։ Այո, բավականին մեծ մրցակցություն է լինելու, բայց սա առաջին հարց է։ Երկրորդ հարցը, որը դուք առաջ բերեցիք, միավորվելու եւ այսպես ասած միասնական ինչ որ ճակատով հանդես գալու, սա լուրջ խնդիր է մեր քաղաքական դաշտի եւ մեր քաղաքական մշակույթի ու առհասարակ մեր սոցիալական մշակույթի, մարդիկ ունակ չեն ոնց որ խմբային աշխատանքի եւ ամեն մեկը փորձում է իր վրա քաշել ու սա հանդիսացել է պատճառ ընդդիմության տապալման վերջի 5 տարվա ընթացքում եւ շատ հաջողությամբ կարող է նույն արդյունքի բերել նաեւ հիմա։ Սա էլ պետք է հաշվի առնենք, սա շատ կարեւոր է ու երրորդ հանգամանքը դա այն է, որ մենք ունենք լուրջ խնդիր ռազմավարական մտածելակերպի հետ, այսինքն լուծելու են հարցը, թե ինչպիսի արտաքին քաղաքականությունը պետք է վարի Հայաստանը, եթե օրինակ ընդդիմությունը հաղթեց, հա, որովհետև այստեղ բազմաթիվ ծրագրեր եւ պլանների կարիք կա։ Ցավոք սրտի Հայաստանը 91 թվականից սկսած հիմնականում sense մարտավարական է զարգացել, այսինքն ամեն իրավիճակում ինչ որ փոքր որոշումներ են ընդունվել, բայց մեծ որոշումներ չեն ընդունվել եւ այդ պատճառով եկել են քեսպայի, այսինքն գալիս է մեծ որոշումներ ընդունելու պահը, իսկ դրա համար նաեւ պետք է վերցվի պատասխանատվություն, այսինքն օրինակ ինչ որ մեկը ասելու է, որ թրիփը անընդունելի է եւ չի լինելու։ Համոզված չեմ։ Հա, համոզված չեմ։ Կամ նման բաները։ Այսպիսով ես կարծում եմ, որ մենք ունենք այս ձեր նշված խնդիրները, բայց ունենք նաեւ հնարավորությունները թույլ չտալու, որովհետեւ իհարկե հասկանում ենք, որ թրիփը դա ճանապարհն է Հայաստանի դեսուվերենիզացիայի, այսինքն ինքնիշխանության կորստի։ Պարոն Միքայելյան, շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ մեր հյուրն էր քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։ Կհանդիպենք։